Պարոն Բոստանյան, ինչպես է գնահատվում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, որովհետև սահմանից գալիս է ահազանգեր, որ երբեմն ադրբեջանական կողմը կրակում է։ Պատերազմի վտանգ արդյոք տեսնում եք թե ոչ։ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել համապատասխան հայտարարություններով, որ այդ կրակոցները ուղղված չեն Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, սակայն մենք կարծում ենք, որ իրավիճակը դեէսկալացնելու անհրաժեշտություն կա եւ այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը մի շարք առաջարկություններով է հանդես եկել, այդ թվում նաեւ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության վերաբերյալ, ցավալիորեն մինչ այս պահը ադրբեջանական կողմը դրանց որևէ պատասխան չի տվել եւ մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, սակայն իրավիճակի առավել ամբողջական լուծումը բնականաբար երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքում է։ Արդեն մոտ 10 օր է անցել, ինչ ադրբեջանական եւ հայկական կողմը հայտարարել է, որ բոլոր կետերի շուրջ համաձայնությունը կա, պատրաստ են այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրելու, ինչու չի ստորագրվում, ինչն է խոչընդոտը եւ ինչու ադրբեջանական կողմը հենց այս ժամանակահատվածում սկսեց սահմանին հայկական կողմի այսպես ասած կրակոցների մասին հայտարարություններ տարածել, որը ինչպես արդեն հայտնի է կեղծ է։ Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է այդպիսի հայտարարություններ տարածում, բայց հստակորեն կարող եմ արձանագրել, որ մթնոլորտին որևէ կերպ այս կեղծ հայտարարությունները չեն դրականորեն ազդում մթնոլորտի վրա։ Այնուամենայնիվ, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել համաձայնագրի տեղի ժամկետների համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ եւ այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքը։ Երրորդ երկրի մասնակցություն լինելու է համաձայնագրի ստորագրմանը։ Գիտեք, որ քննարկումները եւ բանակցությունները ըստ էության երկկողմ են ընթացել, այս պահին առավել մանրամասներ չկան, բնականաբար երբ որ լինեն նորություններ այս առումով արտաքին գործերի նախարարությունը եւ կառավարությունը պատեհ պահին կտեղեկացնի մեր հանրությանը։ Երկու երկրների միջև է, հա? Երրորդ երկիր չկա։ Ինչի նկատի ունի։ Բանակցությունները գնում են, որ երկու երկրների միջև։ Մենք ադրբեջանական կողմին ենք առաջարկել ենք ադրբեջանական կողմին, որպեսզի քննարկենք եւ գանք պայմանավորվածություններ, որտեղ եւ ինչ ժամկետներում ստորագրել։ Հայաստանի Հանրապետության համար կարևորը այս համաձայնագրի ստորագրումն է, այս պահին որևէ առավելություն այս կամ այն մայրաքաղաքի ըստ էության չի տրվում Հայաստան։ Հայկական կողմը ունի իր համար նախընտրելի մայրաքաղաք։ Հայաստանի Հանրապետության համար նախընտրելին ստորագրման սցենարն է։ Մնացած բոլոր հարցերը քննարկել են եւ երկրորդական։ Պարոն Բոստանյան, եւ այնուամենայնիվ ինչն է խոչընդոտը, որ մինչ այս պահը 10 օր արդեն անցել է, ինչն է խոչընդոտը, որ չի ստորագրվում այդ համաձայնագիրը։ Հնարավոր է, որ ադրբեջանական կողմը նոր պահանջներ է ներկայացրել եւ հայկական կողմը չի ցանկանում առաջ գնալ։ Տեսեք, ադրբեջանական կողմը նաեւ հանրային կերպով է իր մեկնաբանություններով հանդես եկել, որոնց հանրահռչակմամբ զբաղվելու որևէ ցանկություն այս պահին բացարձակապես չունեմ, կարծում եմ եւ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ չկան որևէ խոչընդոտներ հենց այս պահին ստորագրելու համար այս փաստաթուղթը եւ պետք է նաեւ վկայել, որ մեր բազմաթիվ գործընկերներ, միջազգային կազմակերպություններ, առանձին պետություններ, ինչպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամ պետությունները, մի շարք Եվրամիության գրեթե բոլոր անդամ երկրները, այլ գործընկերներ Մերձավոր Արևելքից, Լատինական Ամերիկայից կողմերին ըստ էության կոչ էին անում առանց որևէ հապաղման անցնել ստորագրման գործընթաց։ Հայտնի է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, այսպես ասած, պատժելու Արցախի պատերազմների մասնակիցներին։ Ինչ դիրքորոշում ունի հայկական կողմը այս հարցի վերաբերյալ։ Այսպիսի հայտարարությունները արվում են ստվերելու համար կամ որպես հակաարշավ Ադրբեջանում այս պահին ընթացող իրավական պրոցեսներին, որոնք դժվար է անգամ իրավական անվանելը ռազմագերիների եւ այլ պահվող անձանց նկատմամբ,
Բնականաբար միջազգային հանրությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել այս գործընթացները եւ ազատ արձակել մեր հայրենակիցներին եւ դրանի պատասխան Ադրբեջանը այսպիսի հայտարարություններով է հանդես գալիս վերջին հարցի եթե կար 300,000 արցախցիների Հայաստան վերաբնակեցման ադրբեջանցիների ներողություն Հայաստան վերաբնակեցման հարցն է Բաքուն բարձրացնում պաշտպանական մակարդակով ինչ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետությունը այս հարցի վերաբերյալ եւ արդյոք այդ կետը ներառված է խաղաղության համաձայնագրում բազմիցս տարբեր իմ գործընկերներ նաև ես հստակորեն արձանագրել ենք, որ պայմանագրում դրա մասին դրույթ չկա եւ նման օրակարգ մեզ համար չկա։ Շնորհակալ եմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1